Ընդդիմությունը նախապատրաստվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։ Հայ ազգային կոնգրեսը եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը ստեղծել են ոչի համատեղ շտաբ, որը ղեկավարելու է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Հանրաքվեի մասին փոփոխված օրենքը խմբակցություններին քարոզչության լայն հնարավորություններ է տալիս, եւ Լևոն Զուրաբյանի ղեկավարած շտաբը պատրաստվում է օգտվել դրանից, ինչպես նաեւ կլինեն այցելություններ մարզեր, հանրահավաքներ, հանձնաժողովներում ոչի թիմերի ստեղծում, որոնք կդիմակայեն կեղծման գործընթացին, քաղաքացիական նախաձեռնությունների հետ համագործակցություն։ Մենք բնականաբար ուզում ենք ասենք, որ մենք այն խմբակցությունն ենք, այն քաղաքական ուժերն ենք, որ կանգնում ենք դեր ոչի այդ քարոզ արշավին։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ նախ եւ առաջ մենք պետք է ժողովրդին հասցնենք ոչի ամենակարևոր ուղերձը։ Այն է, որ այս ամենը արվում է միայն մեկ նպատակով՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը ամրապնդելու եւ երկարացնելու համար։ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատը եւս ստեղծել է ընդդիմության միասնական շտաբ, որի ղեկավարն է Ժիրայր Սեֆիլյանը, իսկ խորհրդի անդամ է նաեւ Ժառանգություն կուսակցության նախագահ Ռաֆի Հովհաննիսյանը։ Մոբիլիզացնել մեր ժողովրդին, ոտքի հանել, քաղաքացիական աննազանդության գործողություններով պարտադրել ռեժիմին ժողովրդի կամքը, որ ռեժիմը հեռանա, հրաժարվի իր մոգոնած նոր սահմանադրություն ընդունելու գործընթացից եւ երկրում հնարավորություն ստեղծվի կազմակերպելու ազատ եւ արդար արտահերթ ընտրություններ։ Բնականաբար, մինչ ընտրությունները ռեժիմի հեռացման եւ ընտրությունների ժամանակահատվածի միջև լինելու է անցումային փուլ, դա այլ օբյեկտիվ անհրաժեշտություն է, ակամա առաջանում է, որովհետև ռեժիմի հեռանալուց հետո երկիրը պետք է անտեր չմնա, այսինքն քաղաքական խորհուրդը ճակատի, նաև պետք է կազմակերպի անցումային կառավարության ձևավորման գործը եւ այդ ժողովրդի վստահությունը վայելող կառավարությունը այդ կարճ ժամանակահատվածում պետք է իրականություն դարձնի հռչակված նպատակները։ Հետագա գործողություններն այսպիսին են՝ չորեքշաբթի դահլիճային հավաք, որին հաջորդելու է գետնի վրա գործողությունները, այն է այցելություններ մարզեր, հանդիպումներ, քննարկումներ եւ կոչեր ժողովրդին համապատասխան օրը լինել, համապատասխան տեղում մոբիլիզացվելու եւ նախանշված գործողությունները կատարելու նպատակով։ Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող այս երկու ուժերը, ոչի համատեղ շտաբը եւ ընդդիմության միասնական շտաբը, բազմիցս նշել են, որ հետապնդում են միևնույն նպատակը, սակայն ընտրել են տարբեր մարտավարություններ։ Որն է այդ տարբերությունը։ Իրենք ասում են, որ մենք իշխանափոխության կողմնակից ենք, բայց չեն կապում դա ըստ էության հանրաքվեի հետ։ Իսկ մենք ասում ենք, որ մենք իշխանափոխության կողմնակից ենք հանրաքվեի միջոցով։ Սա է, եթե կարճ ձևակերպենք մարտավարությունների տարբերություն, թեև ես լուրջ տարբերություն չեմ տեսնում, որովհետև ի վերջո մենք էլ ենք կողմ, որ հանրաքվեն եւ քարոզարշավը դառնա իշխանափոխության գործիք։ Մենք պատկերացնում ենք, որ ժողովուրդը պետք է մոբիլիզացվի հանրաքվեի առիթով, բայց ռեժիմին հեռացնելու նպատակով, իսկ հանրաքվեին մասնակցելու կողմնակից ոչ գաղափար ունեցողները մտածում են, որ հնարավոր է հանրաքվեի հենց նպատակով ժողովրդին մոբիլիզացնել եւ հետո հետ քվեարկային այդ ակտիվությունը կեղծիքից հետո, որովհետեւ բոլորս գիտենք, որ կեղծիք է լինելու, արդեն ծառայեցնել մյուս նշածս նպատակների իրականացմանը։ Սա է ընդհանրապես այս երկու ենթանպատակների ժամանակագրական իմաստով հետ ու առաջ անելու մեջ է ամբողջ մարտավարական տարբերությունը։ Ուրիշ մարտավարական տարբերություն չկա։ Այդ պատճառով մենք նաև հնարավորինս համատեղ կփորձենք աշխատել